Խոսքը կցանկանամ փոխանցել Կարմեն Մարտիրոսյանին, ով նույնպես պատերազմի մասնակից է, 20 թվականի պատերազմի մասնակիցներից։ Մասնագիտությամբ լրագրող, աստվածաբան, լավ ընկեր, լավ քույր, հոյակապ հայ մարդ։ Բարև ձեզ։ Որպես լրագրող եւ աստվածաբան ես այսօր այս քաղաքական հարթակում պիտի չլինեի, որովհետեւ գիտեք, որպես լրագրող, չեզոք լրագրողը չպիտի լինի քաղաքական որևէ կողմնորոշման կրող, իսկ աստվածաբանը էութենական բարձունքներից պիտի նայի աշխարհին, կյանքին, հետեւաբար որպես ստեղծագործող, այսպես վերլուծող անհատ ես պիտի իմ գործին լինեի, բայց 2020-ի պատերազմը հիմնիվեր փոխեց նաեւ իմ կյանքը եւ այն այլևս չի կարող լինել առաջվանը։ Ես այլևս չեմ կարող լինել ուղղակի լրագրող եւ ուղղակի աստվածաբան։ Պատերազմին ես պիտի մասնակցեի բոլոր օրենքների համապատասխան որպես լրագրող, որպես լուսանկարիչ, որպես օպերատոր, որպես վավերագրող, որովհետեւ նախքան պատերազմը ես անցել էի բոլոր հնարավոր վերապատրաստումները, դասընթացները ռազմական լրագրության եւ վստահ էի, որ մեր երկրի ղեկավարությունն էլ պիտի քաջ գիտակցի գրագետ խոսքի կարևորությունը ռազմադաշտում մեր հայրենակիցների համար, աշխարհի համար։ Բայց ինչպես շատերդ գիտեք, մեր հայրենի կառավարությունը Արցախում հայ լրագրողների գործունեության համար էական խոչընդոտներ ստեղծեց եւ ես ի վերջո Արցախ մեկնեցի ոչ որպես մասնագետ, այլ որպես կամավոր։ Եվ պատերազմում, եւ հետո իմ մասնագիտական գործունեության մեջ անձնական զրույցներում շարունակաբար համոզվել եմ, որ հաղթանակը մերը կլիներ, միանշանակ մերը կլիներ, եթե կազմակերպված առաջնորդումը լիներ հաղթական գծի մեջ։ Բայց ի սկզբանե, հենց առաջին ժամերից որդեգրվել էր պարտության քաղաքականությունը։ Եվ որոշված լինելով, որ մենք պարտության կրողն ենք, բայց ընդհանրապես մի բան էր թողնվել, ինչպես վերաբերվել այդ պարտությանը։ Հիշում եք երևի հայտարարությունը պատերազմի մեկնարկից ժամեր անց եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք ճանաչելու, այսինքն պարտությունը իրողություն է, մենք ուղղակի մեզ պարտված չենք ճանաչելու։ Եվ դրանից հետո եւ մինչ օրս մենք շարունակում ենք այդ նահանջի, այդ պարտվածի հոգեբանությունը կրել։ Եթե հիշում եք, առաջինը հենց պարտված ճանաչեց իրեն պարտված չճանաչելու կոչ հնչեցնողը։ Եվ դրանից հետո համարեց, որ որպես պարտված պիտի նահանջենք, որպես պարտված մեր իրավունքներին պիտի տեր չկանգնենք, որպես պարտված մենք պիտի ուղղակի լռենք եւ ենթարկվենք մեր թշնամու պահանջներին։ Այս ամենը շատ դառն է ասել, բայց ես նորից ուզում եմ որպես ականատես, որպես մասնակից վկայել, որ իրականում կանգնող էլ կար, կռվող էլ կար, ուժ էլ կար, կամք էլ կար եւ ինչպես հետո պարզվեց զենք էլ կար։ Այդ ամենը կազմակերպելու համար, եթե հիշում եք Բաքվի շքերթում ներկայացված մեր այդ ռազմավարը, իրականում մենք զենք էլ ունեինք, որը ուղղակի չկրակեց, չտրվեց։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, թե ինչպես չտրվեց զենքը, չտրվեց կրակելու հրամանը։ Ես այնտեղ եմ եղել եւ հիշում եմ մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը նույնիսկ հայտարարությունը կնքելուց հետո պահանջում էին, որ իրենց ուղարկեն Շուշին մաքրելու։ Շուշիի համար մարտերի պատրաստ մարտիկների ես անձամբ եմ տեսել եւ իրենց ասվել է սպասեք հրամանի։ Իրենք, ես կարող եմ ասել, մենք պայքարի պատրաստ սպասեցինք հրամանի։ Մենք հրամանի սպասեցինք նաև դրանից հետո, նաև Հայաստանում սպասեցինք, լուռումուճ նայելով սոտքի դեպքերին, ջերմուկի դեպքերին, նայելով բլոկադային, ներքին հանդի դեպքերին, հերթականությունը իհարկե խառնեցի, եւ ի վերջո այսպես լուռումուճ նայելով Արցախի դատարկմանը եւ սպասելով հրամանի։ Սիրելի հայրենակիցներ, մենք այդպես հրամանի սպասելով էլ կմնանք, որովհետեւ պայքարի հրաման տվողներ մենք չունենք։ Մենք պիտի դառնանք պայքարի հրաման տվողներ։ Եվ ես այսօր այստեղ եմ քաղաքական այս հարթակում իմ ընկերների
մարտական եղբայրություն միաբանության անդամների հետ միասին հիմնադրելու քաղաքական կուսակցություն, չնայած որ լրագրող եմ եւ աստվածաբան, որովհետեւ մեր երկրի Հայաստանի Հանրապետության օրենսդրության միակ տարբերակը հրաման տվող դառնալ, պայքարելու պատրաստ լինել, առաջնորդելու պատրաստ լինելու միակ տարբերակը քաղաքականություն մտնելու կուսակցություն հիմնադրելն է։ Եվ ես վստահ եմ, որ մի օր անպայման մենք հաջողելու ենք, որովհետև ես վստահ եմ, որ մեր համակիչները շատ են։ Մեր համակիչները բոլոր նրանք են, ովքեր Արցախն ունեն իրենց սրտերում, ովքեր չեն համակերպվում այս ահավոր ծռմռված նահանջապաշտականության հետ եւ ովքեր ազատատենչ են իրենց հոգում։ Եվ ես վստահ եմ, որ երբ որ մեր համակիչները միանան մեզ, երբ որ դուք սիրելի համակիչներ կայացնեք այդ որոշումը, որ քաղաքականությունը կեղտոտ բան չի, կուսակցական լինել այսպես սարսափելի բան չի, դա ուղղակի այն տարբերակն է, որով մենք պիտի վերականգնենք մեր երկիրը։ Մեր հաղթանակը կլինի շատ ավելի մոտ, քան պատկերացնում եք։ Շնորհակալություն։